Սենց աբսուրդ դեռ չի եղել։ Ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը հրապարակել են իրենց նախընտրական ցուցակները եւ ուշադրություն։ Երկու դեպքում էլ իրենց երկուսի առաջին համարները չեն լինելու իրենց վարչապետի տեխնացուները։ Այսինքն իրենք լիդեր չեն, հասկանում եք, ֆեյք լիդերներ են։ Ուրեմն ուժեղ Հայաստանն ասում է, որ իրենց վարչապետի տեխնացուն լինելու է Սամվել Կարապետյանը, ինչը սուտ է, որովհետեւ Հայաստանի Սահմանադրության համաձայն Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ տեխնացու, ոչ էլ առավել եւս վարչապետ։ Իսկ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես ասում է, որ ինքը չի լինելու վարչապետ, որովհետև հների էջը փակված է, այսինքն ինքը ընդունում է, որ ինքը հին է, եւ պետք է լինեն ապագայի վարչապետներ, ինքը ունի մի քանի ապագայի վարչապետի տեխնացու, բայց ոչ ոքի անունը չի տալիս։ Դա նման է նրան, որ դուք գնաք բժշկի վիրահատվելու, ձեզ մոտենա բժիշկը, ասեք բարև ձեզ, դուք եք ինձ վիրահատելու, ասի չէ։ Ասեք իսկ ով է վիրահատելու, ասի չեմ կարող ասել, գաղտնիք է։ Հետո բերեն ինչ-որ մեկին, ասեն ինքն է վիրահատելու, ասեք իսկ ինքը բժիշկ է, ասեն չէ։ Իսկ ինքը թույլտվություն ունի վիրահատելու, ասեն չէ։ Իսկ ինքը ով է, կներեք, փաստաբան է, ձեզ վիրահատելու է փաստաբանը։ Կվստահեք։ Հա, բայց ուրիշ աբսուրդ էլ կա։ Եվ ուժեղ Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարները Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքով падգամավոր են եղել ոչ վաղ անցյալում։ Ուժեղ Հայաստանի երկրորդ համարը Արամ Վարդևանյանն է, Բարգավաճ Հայաստանի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է։ Երկուսն էլ ընդ որում կեսից մանդատը դրել են, գնացել են սկսել են զբաղվել ուրիշ գործով։ Հետո հիմա այլ ուզում են վերադառնալ։ Եվ ընդ որում հետաքրքիր է որն է, եւ ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանն ասում է, որ իրենք հների հետ կապ չունեն։ Ո՞նց կապ չունեք, եթե Ռոբերտ Քոչյանի падգամավորներին բերել եք դրել եք ձեր ոչ ավել ոչ պակաս երկրորդ համարները։ Դուք ոչ միայն հների հետ կապ ունեք, դուք հներն եք։ Հին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչներ եք, իսկ հին քաղաքական համակարգի էջը Հայաստանում վերջնականապես փակված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։